Ճանաչենք Լորին, ուսանողներ Երևանի Հյուսիսային համալսարանի Թումանյանի մասնաճյուղից, կամավորներ Ալավերդուց, Թեղուտ և Շնորհ գյուղերից, ինչպես նաև Թեղուտ ընկերությունում աշխատող մոլդովացի մասնագետներ հենց դա էլ անելու են։ Ճանաչողական շրջագայությունը սկսվում է Ալավերդու Քարե կամրջից, հետո խմբի անդամներն ուղևորվում են դեպի Քոբայր։ Շրջայցի մասնակիցներից յուրաքանչյուրը մեծ բավականությամբ է հաղթահարում Քոբայրավանքի բարձունքը։ Նպատակը տուր կազմակերպելն էր և արտասահմանյան հյուրերին ներկայացնել մեր բնությունը։ Օգտվելով արդից շնորհակալություն եմ հայտնում Valex ընկերությանը։ Valex ընկերությունը միշտ աջակցում է երիտասարդությանը նման նախագծերը իրականացնելու համար եւ իհարկե World Vision հասարակական կազմակերպությունը, որ աջակցում է երիտասարդներին։ Հայաստան ժամանած հյուրերին հայկական մշակույթն առավել մանրամասն ներկայացնելու համար ուղևորները յուրաքանչյուր կանգառում պատմական ակնարկ են ներկայացնում, որն ուղեկցվում է ազգագրական երգ ու պարով։ Հայկուշ Ավետիսյանը շատերի նման առաջին անգամ է Քոբայրավանքում, ասում է իրոք, որ մեկ անգամ տեսնելը 1000 անգամ լսելուց լավ է, յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ պետք է այցելի եւ իր աչքերով տեսնի այս վանքն ու այստեղի բնությունը։ Այսպիսի վայրերում չէ եղել, ավելի կոնկրետ Քարանձավի հետ մեկտեղ, այս Քոբայրավանքը շատ գեղեցիկ տեսք ունի, իսկապես խորհուրդ եմ տալի բոլորին այցելեն այստեղ։ Քոբայրից հետո խումբը շարժվում է դեպի Դսեղ, Մեծ Լոռեցու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան։ Ծրագիրը Լոռու մարզում նպաստեց զբոսաշրջության զարգացմանը։ 3 համայնքներում Հաղպատ, Աղթալա եւ Ալավերդի ձևավորվել է զբոսաշրջային խմբեր, երիտասարդներից բաղկացած ու Ալավերդու թիմի նախաձեռնություններ կազմակերպել փորձնական տուր, առաջին անգամ են մասնակցում իրենք տուրին։ Սա առաջինն է, բայց ակնկալում ենք, որ բարբերական բնույթ կկրի, գոնե յուրաքանչյուր ամսվա մեջ 3-4 անգամ հիմնականում շաբաթ-կիրակի օրերը կկազմակերպենք տուր։ Հիմնական առաջնային շեշտը մենք կդնենք Լոռու մարզի զարգացմանը, այսինքն որ տեղի բնակչությունը կարողանա ճանաչի ինչ մենք ռեսուրսներ ունենք, հետագայում նաև կներառվի այլ համայնքներ, այլ մարզեր։ Խմբի արտասահմանցի անդամներից է նաև Մոլդովայից Հայաստան ժամանած Իվան Տոլերիկան։ Իվանն արդեն 3 ամիս է ինչ Հայաստանում է, այս ընթացքում հասցրել է մի շարք վայրեր այցելել։ Լոռվա բնաշխարհը նա շատ է հավանել։ Ես մի բան կարող եմ ասել, այնինչ մենք տեսանք Հայաստանում մեզ շատ դուր եկավ։ Դուք շատ հարուստ պատմություն եւ անվանի մարդիկ ունեք, եւ ամենաառաջինը, որ կուզենայի նշել, բնությունն այստեղ հիասքանչ է, իսկ մարդիկ շատ հյուրընկալ եւ բարի։ Ազգությամբ հայ Համբարձում Դեմիրճյանը նույնպես առաջին անգամ է Հայաստանում, ասում է Հորդանան վերադառնալուց հետո ընտանիքի հետ միասին նորից է գալու հայրենիք, որպեսզի կինն ու երեխաները նույնպես կան հայրենի հողում լինելու բերկրանքը։ 50 տարի առաջին անգամ գալու եմ, շատ Հայաստանի մեջ, շատ սիրուն է, շատ լավ է։ Շրջագայողների վերջին կանգառը Դսեղի լճեր կոչվող վայրն էր։ Ուրախ եմ, որ այսպիսի հնարավորություն ընձեռվեց մեզ նման տիպի արշավ կազմակերպելու համար։ Ժամանակը շատ լավ է անցնում, այստեղ խաղեր ենք խաղում, տարբեր զբաղմունքներով ենք զբաղվում։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։